մեծ մենակատար ենք հրավիրել Հայաստան, խոսքը Լանգլանգի մասին է, աշխարհահռչակ դաշնակահար, որը որ նաև փոխում է մարդկանց աշխարհընկալումը երաժշտության մասին, մեծ ձեռքբերում է, որ Լանգլանգը ընդունեց հրավերը։ Իսկ ինչի է դա կարևոր։ Օրինակ ինչի պետք է մարդիկ հասկանան դասական, այլ ոչ թե օրինակ ռաբիս։ Հազարավոր մարդկանց զանգվածը, որը որ սիրում է ռոք եւ Ջեքսոն եւ Մանսուրյան եւ ֆիլմեր, գալիս են համերգի եւ արդեն սկսում են սիրել նվագախումբը։ Նվագախումբ սիրելը դա այն է, ինչին որ մենք հավատում ենք։ Ես առանց կինոյի կարամ ապրեմ, առանց գրականությունի կարամ ապրեմ, չնայած շատ եմ սիրում կարդալ, բայց առանց երաժշտություն չեմ պատկերացնում։ Ույսմա շատ շատերի համար այդպես։ Սիմֆոնիկը ընդհանրապես տարիների ընթացքում ինչ որ բաներ կարողացավ փոխել ըստ աշխարհայացքի, թե ինչ կարող անել երաժշտությունը, կարծում եմ, որ մեր հոբելյանական համերգը այդ ամեն ինչի տենց շատ նուրբ, բայց շատ հստակ կետը կլինի, կոնտրաստի, թե ինչ կարող է իրեն թույլ տա նվագախումբը։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Սերգեյի հետ զրուցել ենք Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբից, երաժշտությունից, ինչ որ մի բանի հավատալուց, մեր մշակույթից, Արամ Խաչատրյանից, Նարեկացուց եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք, կարող եք նաեւ լայքել։ Դա օգնում է այս վիդեոյի տարածմանը։ Ինչ տարբերություն գումար խնայելու եւ ներդրում կատարելու միջև։ Երբ դուք պարզապես խնայում եք ձեր գումարը, բախվում եք ինֆլյացիայի ռիսկին։ Թվերը նույնն են մնում, բայց դրանց իրական արժեքը տարեստարի նվազում է։ Խելացի այլ ընտրանքը կայուն եկամուտով ներդրումն է, որտեղ փողը սկսում է փող բերել։ Օրինակ ձեռք բերելով Ագբա բանկի պարտատոմսեր, դուք ստանում եք հստակ եւ կանխատեսելի եկամտաբերություն 10.5% ՀՀ դրամով ներդրումների դեպքում եւ 5.5% ԱՄՆ դոլարով ներդրումների դեպքում։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը ընդամենը 100,000 դրամ կամ 100 ԱՄՆ դոլար։ Իսկ արժեքընտրոնի դիմաց վճարումը կատարվում է կիսամյակային։ Դուք կարող եք ձեռք բերել պարտատոմսերը առանց բանկ այցելելու Ագբա Digital հավելվածով 24/7 եղանակով։ Եվ ամենակարևորը, ձեր հանգստության համար պարտատոմսերում ներդրված գումարը երաշխավորված է ավանդների հատուցման երաշխավորող հիմնադրամի կողմից։ Թույլ տվեք ձեր գումարը աշխատի ձեր համար։ Սերգեյ ջան, ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Բարի գալուստ։ Նոր իմացա, որ նոր եք հետ եկել։ Այո, վերադարձան նոր այսօր վերադարձա Հայաստան։ Աբու Դաբիից։ Աբու Դաբիով, Աբու Դաբիում հանդիպումներ, մեր սպասվող հոբելյանական տարվա համերգներին ընթരാճ, բայց այդ տարածաշրջանում էի Օմանում, Մասկատում համերգ ունեի նոր տարվա եւ տենց ստացվեց, որ համատեղեցի։ Լավ անցավ համերգները։ Համերգը շատ լավ անցավ, նոր տարվա համերգ էր։ Փայլուն մենակատարներ, Բեհզոդ Աբդուրայիմով Բանգոկ թագավորական սիմֆոնիկ նվագախմբի հետ տենց նոր տարվա համերգ շատ լավ ստացվեց եւ տենց շատ դրական լիսկերով սկսում եմ 2026-ը։ Դա շատ լավ, այս կետ արդեն շուտով 20 տարին է, չէ՞ լրանում։ Թե կարելի ասել արդեն լրացել։ Հոբելյանական համերգաշրջանը սկսվել է արդեն սեպտեմբերից, այո, մեր առաջին համերգը հունվարի 25-ին էր, այս ամիս կլինի 20 տարին, սեպտեմբերի վերջ սկսեցինք առաջի փորձերը եւ այո, 20 տարին արդեն մեր հոբելյանական համերգաշրջանը ինչպես ասի դե սկսել ենք, իհարկե, բայց հենց բուն 26-ն է, որ հոբելյանական տարի ենք զգում որպես։ Իսկ ինչ եք պլանավորել անել, ինչի սպասենք։ Մեծ համերգ ենք պլանավորում ապրիլին։ Համերգ, որը որ կարծես թե կփոխի մեծ հույս ունենք, որ համերգ սիմֆոնիկը ընդհանրապես տարիների ընթացքում ինչ որ բաներ կարողացավ փոխել ըստ աշխարհայացքի, թե ինչ կարող անել երաժշտությունը, կարծում եմ, որ մեր հոբելյանական համերգը այդ ամեն ինչի տենց շատ նուրբ, բայց շատ հստակ կետը կլինի, կոնտրաստի, թե ինչ կարող է իրեն թույլ տա նվագախումբը, ինչ մեծ մենակատար ենք հրավիրել Հայաստան, խոսքը Լանգլանգի մասին է, աշխարհահռչակ դաշնակահար, որը որ նաև փոխում է մարդկանց աշխարհընկալումը երաժշտության մասին եւ այդտեղ արդեն մենք մեր կիմաները տեսանք, որ համընկնում են եւ հրավիրել ենք համերգի մեծ ձեռքբերումը, որ Լանգլանգը ընդունեց հրավերը, որովհետեւ տոնակատարություն գալա համերգ, կարևոր համերգ, որը որ
երիտասարդ կոլեկտիվ 20 տարի, բայց կիսվեցի եւ պատմեցի մեր ձեռքբերումները եւ ինչ ենք արել եւ ինչ գաղափարախոսության ենք հավատում։ Դրա համար մեծ ունենք ձեռքբերում, որ լանգ-լանգը կլինի մեր այդ գալահամերգի հյուրը։ Սիմֆոնիկա Հայաստանը հակին չասեմ, լավ ավելի ճիշտ արտահայտեմ։ Սիմֆոնիկա ինձ Հայաստանում շատ հայտնի է նվագախումբը։ Երևի ավելի հայտնի, քան համաշխարհային ավելի երկար պատմություն ունեցող ուրիշ նվագախմբերին, չգիտեմ, այդքան հայտնի չեն իրանց երկրներում, ինչքան սիմֆոնիկա Հայաստանում։ Ճիշտ եմ նկատել, թե տեն չի։ Ձեր հարցի մեջ տենց մեծ կոմպլիմենտ կա։ Չէ, օրինակ ասեմ, օրինակ, չգիտեմ, Սան Ֆրանցիսկոյի օրկեստրան կամ Լոնդոնի օրկեստրան, իրանք Անգլիայում կամ Ամերիկայում այդքան հայտնի չեն, ինչքան մերը Հայաստանում։ Համենայն դեպս ինձ տենց է թվում, որտեղ Հայաստանում բոլորը խոսում են դրա մասին, այո։ Դա մեծ ձեռքբերում է, իհարկե, մենք փորձում ենք եւ մենք թիմը մենք ունենք հստակ պատկերացում, որ տենց պետք է լինի, որտեղ մենք որպես հասարակություն ունենք այդ պաշարը։ Գիտեք, Սովետ միության ժամանակ 10-ից 8-ը գնում էին երաժշտական գործիքի Հայաստանում եւ մենք ունենք այն արժեքը, որը մեր մեջ մնում է եւ նվագախումբը ստեղծելիս դա էր պատկերացումը, որ դասական երաժշտությունը մեր արժեհամակարգում, մեր հասարակությունում դա դիտվում է որպես դրական միավոր։ Նույնիսկ մարդիկ երբ չեն լսում դասականը, ասում են, որ դա լսում են։ Դա են։ լավ է, հա։ Դա շատ լավ է։ Մենք շատ հաճախ մեր նեգատիվ այդքան շատ է ցավոք սրտի, որ մենք փակում ենք մեր բոլոր ընդունիչ սարքերը եւ պատկերացնում ենք, որ պետք է լինի մենայն նեգատիվ եւ դժվար ինֆորմացիա, բայց նաեւ կա լավ ինֆորմացիա, որ մենք ունենք այն պաշարը եւ դուք շատ ճիշտ եք ասում եւ ձեր հարցի մեջ ինչի կա կոմպլիմենտ, որ դա այդպես է եւ մենք փորձում ենք նաեւ շատ մաչելի, բայց շատ իմաստուն օրակարգ առաջարկել մեր հասարակության եւ ունկնդրին, որ սիմֆոնիկը պոպուլար է, բայց նաեւ այն գաղափարախոսությանը, որ մենք դուրս ենք գալիս ստանդարտից, որովհետեւ աշխարհը զարգանում է։ Աշխարհը զարգանում է եւ մեր համար եթե դասական կոմպոնենտները դա դասական են, որոնց որ մենք հավատում ենք, դա մեր համար հավատք է, ինչի որ մենք հավատում ենք, բայց աշխարհընկալումը եւ մարդկանց արագությունը ընկալելու ապրելու փոխվել է, որ սիմֆոնիկ այն կոլեկտիվն է, որ մենք փորձում ենք միշտ այդ երկու բևեռները իրար մոտիկացնել կատարական արվեստը եւ ունկնդիրը, որ զարգանում է եւ մենք պետք է դա փորձենք ճիշտ մատուցել եւ իսկապես մենք Հայաստանում այսօր ունենք այն կոլեկտիվը, ինչի համար որ ես բոլորիս կարող եմ շնորհավորել, որ հասարակությունը տեսնում այդ կոլեկտիվի մեջ նաեւ իր սիմպաթիան դա կարևոր է շատ, որտեղ ես նկատում եմ, որ մարդիկ ոգևորվում են սիմֆոնիկի հաջողություններից, իսկ դա արդեն շատ ավելի մեծ արժեք է, քան ուղղակի խոսալ սիմֆոնիկի լավ կամ շատ լավ համերգի մասին։ Այսինքն անգամ եթե չեն լսում, մեկը ոգևորվում են։ Նույնիսկ գիտեն սիմֆոնիկի մասին, անգամ եթե նույնիսկ չեն լսել երբեք կամ չեն եղել համերգի։ Դա մեծ ձեռքբերում է։ Իսկապես, որովհետև սիմֆոնիկ մենք ունենք նաև համերգներ, սիմֆոնիկ Մանսուրյան, սիմֆոնիկ Ռոք, սիմֆոնիկ Ջեքսոն։ Դա ինչ է, որ մենք պատկերացնում ենք, որ սիմֆոնիկ հնչողությունը դա մի մշակույթ է, որը մի կյանք արժե եւ մենք դրան հավատում ենք։ Եվ փորձում ենք մարդկանց շատ լավ լիցքերով վարակել։ Հա, այսօր բիզնեսի ամենաթանկ արժույթը տվյալներն են։ Իսկ դրանց անվտանգությունը սկսվում է հուսալի տվյալների կենտրոնից։ Մեր ոդկասթի գործընկեր Arc Group ընկերությունը նախագծում եւ կառուցում է տվյալների կենտրոններ, համաձայն միջազգային ստանդարտների, ապահովելով անխափան աշխատանք, բարձր անվտանգություն եւ ինժեներական ճշգրտություն։ Arc Group-ը կկառուցի ձեր թվային ակտիվների ամրոցը։ Եթե դուք ներդրում եք կատարում ձեր տվյալների կառավարման մեջ, դուք ներդրում եք կատարում ձեր բիզնեսի ապագայի մեջ։ Arc Group հիմքը վստահություն է, ապագան տվյալներ։ Իրականում այդ դրա մասին խոսել ենք, հիշեք, սիմֆոնիկ ռոքի ամենաերևի սիրած համերգներից է, ես ամեն անգամ որ գնում եմ, մեկը հուզվում եմ, որ այդ կատարումները նման ձևով հնչում է, լրիվ ուրիշ էներգետիկա, աուրա, չգիտեմ ինչ ասեմ, այնց մինչև ոսկորներից զգում ես։ Տեսեք, դա մասշտաբային է, որովհետև նվագախումբը դա կատարյալ գործիք է երաժշտական մշակույթի մեջ, կատարյալ։ Ինչ առումով։ Այն առումով, որ դուք կարող եք գտնել բոլոր գույները։ Այն գույները, որ կան աշխարհում, գույներ, որ մենք տեսնում ենք, լսում ենք, նվագախումբը ունի ամեն ինչ։ Եվ այդ գույներով դուք լսում եք այն ծրագիրը, կոնտենտը, երաժշտությունը, որը որ դուք սիրում եք։ Այդ հարստացումն է, որ բերում է մեծ հաջողություն։
Հա, լրիվ ուրիշ ձև է մատուցվում։ Բայց համե ծանոթ է։ Ու այդ Իհարկե։ շատ հետաքրքիր է, ծանոթ է, բայց ուրիշ ձև։ Ես դա եմ ասում, կոնտենտը ծանոթ է, բայց ասելիքը եւ ասում ֆորմատը ավելի մասշտաբային է։ Դա։ Նույն բանը մենք ունենք Symphonic Jackson-ով։ Ես հիանում եմ Jackson-ի տաղանդով եւ դեք շատ անգամ մարդիկ տարբերում են դասական երաժշտություն, փոփ երաժշտություն, բայց փոփ արվեստում կան տաղանդներ, որոնք որ փոխել են շատ բան։ Օրինակ Michael Jackson-ը։ Հա, իհարկե։ Մենք ունենք նաեւ շատ երևի լավ կոմպոզիտորներ աշխարհում, դասական, որոնք որ չեն կարող փոխել Michael Jackson-ի ինչ որ նույնիսկ մի միավորով ավել ինչ որ փոխել է ինքը դրան, բայց ինքը դա փոփ արվեստ է։ Առանց արժեքազրկելու ուրիշ արվեստների իմաստը մենք փորձում ենք մարկանց, որոնք որ գիտեն Jackson-ին, այդ մարկանց մեծ զանգվածը արդեն սկսում է հետևել նվագախմբին սիմֆոնիկ։ Տեսեք, ինչպես որ դուք սիրում եք սիմֆոնիկ նվագախումբը ռոք կոնտենտով, ես վստահ եմ, որ մենք ունենք շատ հստակ միավոր, որ այն մարկանց հազարավոր մարկանց զանգվածը, որը որ սիրում է ռոք եւ Jackson եւ Մանսուրյան եւ ֆիլմեր, գալիս են համերգի եւ արդեն սկսում են սիրել նվագախումբը։ Հա։ Նվագախումբ սիրելը դա այն է, ինչին որ մենք հավատում ենք։ Ու արդեն կարող են գնալ մնացած ուրիշ համերգներին։ Իսկ ինչ որ մի ձև ծանոթանան այդ ամեն ինչը։ Սկիզբն է։ Հա, սկիզբն է։ Գիտեք, մենք նաեւ կրթական ծրագիր ունենք դաս A, սիմֆոնիկ դաս A։ Գնում ենք դպրոցներ եւ քարոզում ենք, որ երաժշտությունը դա շատ հետաքրքիր է։ Հա։ Գնում ենք դպրոցներ, հասարակ դպրոցներ, երաժշտական դպրոցներ չեն, մենք արդեն դառնում ենք 5 տարի, ես կարծում եմ, որ դա մեր տեսնելով, որ կրթական համակարգում շատ գիտակ մարդիկ պատմում են ինչ են անելու, ինչ են արել եւ վստահ եմ, որ կլինեն հաջողություններ, դաս A ծրագիրը միակ ծրագիրն է, որ կարող եմ հստակ ասել, որ ունի հաջողության միավոր, որ մենք ունենք ավելի քան 16000 երեխա, որոնք որ ունեն ցանկություն գալու դասական համերգների։ Հա։ Իսկ ինչի է դա կարևոր։ Օրինակ ինչի պետք է մարդիկ հասկանան դասական կամ այլ ոչ թե օրինակ ռաբիս։ Ես վերադառնում նաև իմ նախորդ հարցին, որ կոմունիկացիայի սկիզբն է, դաս A դա երաժշտական համակարգում A-ն դա լա նոտան է։ Ինչով որ լարվում է նվագախումբը, հոբոյը, առաջին ինչն է որ դուք լսում եք, դա լան է։ Լան դա ալֆան է, ալֆան դա բոլոր վերբալ ալֆաբետների սկիզբն է, ալֆա, սկիզբն է։ Հաշվան միավորն է, որտեղ է սկիզբը, լան կարող լինի ցածր կամ բարձր։ Հա։ Դա սկիզբն է կոմունիկացիայի, դաս A։ Մենք փորձում ենք երեխեքին տալ սկիզբը կոմունիկացիայի, թե ինչի է դասական երաժշտությունը կարևոր։ Ինչի կարա, որտեղ դուք երաժշտությունը կարող եք հավատալ եւ ըստ մարդու գենետիկ կամ ֆիզիկական կամ նաև հոգեբանական ամեն ինչ այդ հաշվի առնելով բալանսի մեջ ամեն մարդ ես պատկերացնում եմ ամեն դեպքում մենք ունենք այդ փորձը որ կան կոմպոզիտորներ որոնք որ պետք են այդ մարդուն եւ մեր դիալոգը երեխաների հետ դա մենք չենք սովորացնում մենք փորձում ենք խոսել բայց երեխաներին նաև ցույց տալով որ արվեստը դա անցած չի, դա ապագա է եւ դասական երաժշտությունը եթե դուք կարողանաք մոտեցնել ձեզ քայլ անել դեպի դասականը հետո ձեզ հարց տալ իսկ դուք ինչ եք հասկանում, ինչ եք լցում, ինչ եք ոնց եք ընկալում այդ ինչ որ կատարում է համերգի ժամանակ ու վերլուծում ենք երեխաների հետ իմ երազանքն է եւ իմ տեսլականն է մեր թիմի պրոյեկտի եւ իմ երազանքն է որ մենք ունենանք երեխաներ որոնք որ պատկերացնեն որ տարեկան 2-3 անգամ գնալ դասական համերգի դա անհրաժեշտ է որ հասկանան ինչ են լսում այստեղ ես եթե թույլ տաք ձեր պատասխան ձեր այս երկրորդ հարցին ինչու է դա կարևոր դա կյանքի որակ է ես ամեն դեպքում որպես երաժիշտ հավատում եմ որ դա կյանքի որակ է հասկանալը ինչ երաժշտություն ձեզ պետք որովհետև երաժշտությունը դա ուղղակի ժամանց չէ շատ հաճախ ինձ հարցնում են ինչ երաժշտություն պետք է դե լսել որ հանգիստը վայելել երաժշտությունը դա ժամանցային արվեստ է երաժշտությունը կան կոմպոզիտորներ սիմֆոնիաներ որ դուք պետք է շատ էներգիա ծախսեք շատ որ հասկանաք որ լսեք շատ պետք է խորը մտածեք ինչի մասին է գրել կոմպոզիտորը, որովհետև եթե վերբալ կոմունիկացիայի մեջ դու ես կարող եմ պատմել ինչ եմ զգում, երաժշտության մեջ ես չեմ կարող ձեզ պատմել։ Դուք պետքա պատրաստ լինեք, լսեք ինչ է գրել Մալերը 9-րդ դե սիմֆոնիայում։
Դա շատ կարևոր է միավոր եւ շատ կարևոր է որ մենք խոսում ենք երեխաների հետ որ դասական երուսն միակ արվեստն է ամեն դեպքում կարող է դուք ասել որ թատրոնն է մարդիկ ինչ արձագանքում են նաեւ թատրոնն է բայց ոչ այդքան որտեղ որ կատարողը ունի շատ կարևոր դեր ձեր միջև եւ օրինակ Վան Գոգի դե միջև ոչ մի կատարող պետք չի դուք տեսնում եք Վան Գոգին դենը կարեք հավանում եք թե ոչ դա ձեր ձեռքբերումն է եթե հավանում եք եթե հասկանում եք շատ մարդկանց նաև այդ նկարները որ նայում են շատերը հետևում են տրենդերին որոնք որ նորմալ ամերիկյանքում բայց արվեստ հասկանալը արվեստ լսելը ձեզ մոտիկ դա տեսնելը եւ դուք որ ժամանակ եւ էներգիա ծախսեք որ դա հասկանաք ինչի մասն է գրել Խաչատրյանը երկրորդ դե սիմֆոնիայում որովհետեւ դա այն հարստությունն է որը որ ձեզ կարող հարստանալ եթե դու դրան հավատում եք յենտագիտակցության կապը շատ ուժեղ է Հա, հասկացա։ Որտեղ որ եթե դուք նույն ձեզ իրեք Շոպեն կամ Ռախմանինով կամ Դեբյուսի, դա դες տալիս է այն, ինչը որ էլ ոչ մի բան ձեզ չի կարող տալ։ Եթե հավատում եք։ Հա, ու ոչ միայն հավատալ, օրինակ Դեբյուսի անունը տվեցիք, այդ տղուս հետ շատ ենք սիրում այդ իրան լսել։ Ինքը փոքր է, եսա շուտով 5 տարեկան կդառնա, բայց ինձ չի թվում որ ինքը տենց հավատում է դրան, բայց շատ մեծ սիրով լսում է անգամ ուզում է ասում է կդնես լսենք պապա Իսկ հավատալը դուք ինչ նկատում եք հավատալը կարող է ճիշտ չեմ ընկալում հավատալը որ դուք հավատում եք երաժշտությանը ես հա վերջ ես ամենաշատ երևի երաժշտությանն եմ հավատում պետք չի ավելի շատ խոսալ երաժշտության մասին միստիկ քան ինքը կա Հա, համաձայն եմ։ Ես դա այն էմոցիան է, որը որ մեծ կարող է լինել։ Դուք ինչ եք դելեսում, դուք տենց մտածում եք։ Մենք շատ հաճախ վերաբերում ենք երեխան որպես ժամանց, բայց տեսեք օրինակ դա մեր ուղեղի ուտելիքն է օրինակ, որ մենք ոնց ենք սնվում։ Երբեք մենք չենք մտածում, որ սնունդը կարելի է օգտագործել, եթե ինքը ինչ որ հիգիենիկ պայմաններում չի, չէ՞։ Ես չեմ ուզում տես օրինակներ բերեմ, բայց չենք մտածի նույնիսկ, չէ՞, դրա մասին։ Գիտենք, որ դա չի կարելի։ Վնասակար է։ Մենք երեխան տենց չենք վերաբերվում։ Բայց այն յենտագիտակցական ու գիտակցական արժեքները, որ մենք կրում ենք, գալիս է այնտեղից մենք ինչ ենք մեզ մոտիկ թվում։ Հա։ Ինտերիերի դիզայնը միայն գեղեցկության մասին չէ, այլ գրագետ մտածված միջավայրերի։ Ըստ վերջին հետազոտության տվյալների, մարդիկ իրենց ժամանակի 90%-ը անց են կացնում փակ տարածքներում, աշխատանքի վայրում, տանը կամ օրինակ սրճարանում։ Այդ իսկ պատճառով ճիշտ մտածված միջավայրը անմիջական ազդեցություն ունի մեր մտածելակերպի, մեր մտածողության, զգացողությունների եւ ապրելակերպի վրա։ Լավ ճարտարապետության ու դիզայնի շնորհիվ մարդն ավելի արդյունավետ է դառնում, հանգիստ եւ լիարժեք։ Մեր գործընկեր Futurist Architects-ն արդեն 17 տարի է նախագծում է տարածքներ, որոնք բարձրացնում են կյանքի որակը, համադրելով էսթետիկան, ֆունկցիոնալությունը եւ մարդու հոգեբանությունը։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Ու հետաքրքիր է օրինակ ես օրինակ երաժշտության շատ ուշադրություն եմ դարձնում, այդ դրա մասին ոդքասթներում եմ շատ խոսացել, ու երբ որ օրինակ մոլեր եմ գնում կամ ինչ որ տեղեր որ բարձր երաժշտություն ա ու տենց զուտ դժվար է դրան երաժշտություն ասել, շատ անգամ երաժշտությունը չէ, այդ սկսում ես ներվայնացնել ու խանգարել։ Դե իսկապես պատկերացնում եք ինձ ոնց է խանգարում դա։ Ես պատկերացնում եմ ձեզ ոնց է։ Ես բայց սովորել եմ իմ շատ իմաստուն գոլեգա անգերը շատ տարիքով Լատին Ամերիկայում ապրում, փայլուն դիրիժոր, ես մի անգամ տենց ընթրիկ էր եւ տենց երաժշտություն միացավ, ես ինքը զգաց ինձ հայացքից, որ ես տեղում չեմ։ Ու ինձ շատ լավ մեթոդ ասեց, որ ես տենց լսեմ ուղղակի այն ինչը որ ուզում եմ ես դե լսեմ, ու ինձ դա օգնում է, բայց դա երաժշտական ոնց որ տենց շատ դա պրոֆեսիոնալ պատկերացում է, որ իսկապես տեսեք, երաժշտությունը ինքը շքան որ մեծագույն աշխարհը, այստեղ պետք է տարանջատել երաժշտությունը ինչ նպատակով, ժամանցային, ինչ որ մենք դելսում ենք, այդ ձայները շատ պոպուլար է, շատ մարդիկ դա սիրում են, շատ մարդիկ հետևում են, միշտ մեծ փոփ մշակույթ կա, բայց դասական երաժշտության մեջ կա շունչ, կա կատարում, կա պատկերացում, կա իմաստ, որտեղ որ կոմպոզիտորը, որը որ մեգա տաղանդավոր մարդիկ են, այն կոմպոզիտորները, որոնց մասին մենք դա խոսում ենք, որոնց որ մենք հիշում ենք եւ որոնց որ պատմությունն է մեզ նվիրել, մարդիկ են, որոնք որ փոխել են աշխարհը։ Շոստակովիչը փոխել է աշխարհը։ Բախը սկիզբն է։ Հա, սկսել է աշխարհը։ Այսինքն եթե Բախը ծնվել է 1685 թվականով,
85 թվականին սկիզբն է այն դասական ալգորիթմին, որ ինչի մասին մենք խոսում ենք, երեխաների հետ մենք երբ խոսում ենք, որտեվ երեխաները շատ նորմալ է, մեծ մարդիկ դա չգիտեն, չեն մտածում, բայց արվեստների հետ եթե համատենք գրականություն, ճարտարապետություն, նկարչություն, դասական երաժշտություն շատ նոր է։ Նոր ենք դա սկսում։ Հա, ֆոլկլորը ավելի հին է, էլի։ Շատ ավելի հին է։ Ֆոլկլորը դե գալիս է քաղաքակրթությունից, տարբեր տեղերից։ Դասական երաժշտությունը 4 դար, պատմություն, կոմպոզիտորներ, ոչ ավել։ Իսկ երբ որ ինքը նոր սկսեց, ո՞նց էին մարդիկ այդ երաժշտությունը ընդունում։ Բախը։ Օրինակ Բախը, հա։ Շատ լավ, որտեվ եկեղեցին պատկերացնում էր, որ մարդիկ պետքա գան եւ լսեն Բախի բոլոր ստեղծագործությունները, որոնք որ գրվում էին եկեղեցու պատվերով։ Բախը շատ ակտիվ հասարակական կյանքի մաս էր կազմում, որտեղ որ չէր թելադրում, բայց ստեղծում էր այն երաժշտությունը, որը որ մարդկանց բերում էր եկեղեցի։ Հա, պատկերացնում եմ։ Կաթոլիկ եկեղեցու կոմունիկացիան հասարակությունը շատ ավելի բաց է, որ կարող են անել համերգներ եւ մարդիկ գալիս են նաեւ լսելու այն երաժշտությունը, որը որ կապված է։ Բայց իքը էլիտաների համար չէ, մենակ է սովորական մարդիկ, որ գնում են եկեղեցի Բախ էին լսում։ Այո, բոլորը։ Պատկերացնում ես այդ Միշնադար այդ աղքատության այդ ամեն ինչի մեջ մեկ է մտնում ես եկեղեցի ու Բախ ես լսում։ Շոկի մեջ կգնես։ Օրինակ Բախին իմ կարծիքը Բախը կոմպոզիտոր չէ, Բախը կարելի է հավատալ Բախին, նույնիսկ չեմ գտնում բառ որ ասեմ, այնպես կոմպոզիտորը մեգա տաղանդավոր մարդ է, որը փոխեց աշխարհը, հավատում եք, ես Բախին հավատում եմ եւ վերջ, ասել որ կոմպոզիտորը ով ավելի լավ, վատ, դա լուրջ չի։ Այսօր այդքան շատ է ինֆորմացիան, որ մենք ունենք լսել, որ դա այն կերպարն է, որը որ տվեց սկիզբ։ Բայց այդտենց հետաքրքիր կոնցեպտ ասեցիք այդ երաժշտությանը, Բախինը, ինչ որ մի բանին հավատալու էլի։ Երբ որ ես ասում եմ երաժշտություն եմ սիրում, երբեք ոնց որ լրիվ չասեմ, էլի ինչքան մեծ է ինքը իմ համար, քան սիրելը։ Բայց հավատալ բառը երևի ավելի լավ է այդ ամեն ինչը։ Միայն հավատալը պետք։ Պետք է հավատալ։ Սրանց հետո տենց կասեմ։ Դուք ձեզ հավատում եք։ Մեծամասամբ, հա։ Տեսեք, միշտ չէ, բայց հա, սովորաբար։ Մենք խնդիրների դե ունենք բոլորս, որտեվ ես հավատում եմ ինձ, բայց շատ հաճախ հարց եմ տալիս, իսկ արդյոք ես սա սիրում եմ, որ անում եմ։ Կարող ես սա իրականում չեմ ասում, բայց ես դեք այդ ամենամեծ աֆորիզմը ինչով որ ավարտեց Կոնֆուցիոսը, դա իր աշակերտներին ասեն, իսկ ի՞նչն է դասախոս վերջի բառերն են, իսկ ի՞նչն է ամենակարևորը հետաքրքիրը կյանքում, ասես ամենահետաքրքիրը կյանքում հետազոտել ինքդ քեզ։ Դա անսպար process է, անսպար։ Հավատալը շատ բնական process է, որ դուք հավատում եք, ու ստեղ հարցեր տենց տալը իսկ ինչու կարելի է, բայց եթե դուք երաժիշտ չեք, իսկ հավատում եք Դեբյուսիին, հավատում եք Շոստակովիչին, հավատում եք Խաչատրյանին, Բաբաջանին, դա մեծ արժեք է, որ դուք հավատում եք այն արժեքներին, որոնք որ ձեզ ավելի լավն են դարձնում։ Այո։ Հա, միանշանակ։ Դուք ունեք հնարավորություն կիսել ձեր էմոցիան մի արժեքի հետ, դա մարդ չի։ Դա արժեք է։ Ստեղծած content նյութ։ Այո, ունեք Դեբյուսի Լամերը։ Բայց լեզու չել ֆորում դրան կոնտենտ ասես, կոնտենտ չի, կոնտենտ։ Ես կոնտենտ ստիպված եմ ասում, որովհետև այսօրվա դաշկարում տրենդ, կոնտենտ, տենց ինչ որ ինովացիոն բառեր կան, որոնց որ դու դա շրջանցում ես, քեզ համարում են տենց անցած դար։ Դու ճիշտ ես, դա կոնտենտ չի, դա արժեք է։ Հա, արժեք է։ Դեբյուսի Լամերը, ես ղեկավարել եմ Դեբյուսի անվան դարեջում կանում, եւ Դեբյուսին գրել եմ մի ստեղծագործություն, որտեղ որ դուք ծովը շատ ավելի շատ ավելի լավ եմ զգում, շնչում, պատկերացնում, քան երբ որ դուք ծովում եք օրինակ։ Պատկերացրեք օրինակ։ Դա արժեք է, ինձ թվում է արժեք է։ Իհարկե։ Շատ մեծ։ Դե ստիպում են տեսնես ու զգաս բաներ, որը առանց դրա չէր զգա։ Նշանակում է կյանքը հարստացնում են։ Միանշանակ։ Կա նաև շատ երաժշտություն, որտեղ առանց երաժշտություն ես իմ համար պատկերացում հետևելն է, որ երաժշտություն առանց ինչ երաժշտություն ես չէի ուզենա դա ապրեի։ Առանց Ռախմանինովի երկրորդ սիմֆոնիայի ես չեմ ուզում։ Չեմ ուզում։ Իսկ ընթացքում փոխվում է ճաշակը։ Փոխվել չգիտեմ, մեծանում է։
լայնանում է։ Ցանկը լայնանում է, հա, ըստ նաև իհարկե պատկերացումների կյանքի եւ կոմպոզիտորների անսահման հիացմունքի կողմից դե ոնց են կարողացել էմոցիան մարդու, որտեվ մարդեն հաղորդել ստեղծել արժեք, որը որ դարեր անց ամեն անգամ ղեկավարելով Բրամսի սիմֆոնիան այդ ալիքները, որ դուք ապրում եք, ամեն անգամ զարմանում եմ ու հիանում եմ ու նույնիսկ ամաչում եմ այդ բառից հիանալը, բայց դա այնա ինչը որ երեշտներին կյանք է տալի ու ուզում ենք շատ մեծ սիրով դա փորձում ենք ամեն ճանել, որ նաև ունկնդիրս գա, բայց այստեղ կա կոմպոզիտորը այդքան ինֆորմացիա է դնում մի պարտիտուրի մեջ, որ ես կարծում եմ, որ կատարողները դրա երևի 20% ենք մենք կարողանում զգալ եւ շատ ավելի 20%-ը շատ ավելի քիչն են կարող հաղորդել։ Սա շատ կարևոր է այդ ճիշտ բաշխումը կայանա, բայց երևի դասական երաժշտության այս մշակույթի մեջ, մեծ աշխարհի մեջ պետք է ազնիվ լինենք, որ կոմպոզիտորները ստեղծել են անհավանական մեծ կտավներ, որոնք որ ապրում են դարեր, ունեք Չայկովսկի բալետները, կամ օպերան Եվգենի Օնեգին, կամ Դաշնամուրի կոնցերտը, գործեր են, որոնք որ տենց սերունդներ ապրում են ու մարդիկ ուզում են դա լսեն ու չեն հագենում։ Դե հարյուրավոր տարիներ է, քանի մարդկությունը կա եւ այդ ամեն ինչ կապրի։ Բայց հետաքրքիր բան նշեցիք, որ նաեւ կատարողն է կարևոր։ Օրինակ ես Apple Music այդ կլասիկան առանձին ծրագիր է ու այդ ծրագիրը մեջ ոնց որ ինտերֆեյսը ուրիշ ձև է, որովհետեւ համ կարևոր է համ կոմպոզիտորը, համ կատարողը։ Օրինակ սովորական էս pop երաժշտությունը, ռոկը, որ մենք լսում ենք, կա խումբ կամ երգիչ ու կարող է երգի լիրիքսները որ կարդում ես, ամենավերջում գրած լինի կոմպոզիտորի կամ այդ բառերը գրող մարդը։ Այդքան կարևոր չի դա։ Հա, ասենք կարևոր չի, բայց կլասիկ երաժշտության այդ ծրագրերը համ կոմպոզիտորին, համ կատարողին շատ մեծ նշանակություն են տալիս։ Օրինակ կատարողներ կա, որ կոնկրետ կատարողի ավելի ես դու հավանում, քան ուրիշի։ Չնայած նույն կոմպոզիցիանը, նույն նվագախումբը, նույն սիմֆոնիան, նույն դահլիճում կատարի տարբեր դիրիժորներ, դուք դա կզգաք։ Չեք կարող չզգալ։ Հետաքրքիր է շատ։ Դասական երաժշտության մեջ կա կատարող, կատարողական արվեստ, ինչը որ չկա, ինչպես նշեցի, նկարչություն, գրականություն, թատրոնը գրականության շատ մեծ արվեստ է, անսահման, բայց որտեվ որ ստեղծել են թատրոնը, որտեվ որ կատարողական արվեստը, այո, դերասաններ դա շատ կարևոր է, բայց սիմֆոնիան երբ չի հնչի առանց կատարողի։ Հա։ Այդ մենք ունենք այդ հնարավորությունը, պատասխանատվությունը ու անսահման երջանկությունը լինել այդ կոմպոզիտորների կատարողը, ներկայացնել ոնց ենք մենք տեսնում պարտիտուրը եւ այո, Apple Music-ը դա ստեղծեց, Ալիս Սարոթը դաշնակցությունն էր, որ ներկայացրեց, տեսեք, կատարողական արվեստում նաեւ կատարողը որ դուք ոնց եք պատկերացնում, այսինքն Բեթհովենը ձեր համար ավելի ապասիոնատ, ավելի այնց ագրեսիվ բառը լավ բառ չի, բայց ստիպված եմ ասեմ, որ ավելի պարզ դելնի, որ շատ երաժշտական տերմիններ չեմ կարող ասել, ագրեսիվ թե ավելի խորիմաստ ու փիլիսոփայական։ Այստեղ արդեն ձեր աշխարհայացքն է, ոնց եք դու դա տեսնում։ Հա, Դեբյուսին շատ փափուկ, թե շատ հստակ, բայց ուրիշ փիլիսոփայական արժեքի հստակության մասն է դա խոսքը, ոչ թե ինչ որ մենք ենք դա պատկերացնում։ Այսինքն կոմպոզիտորի մշակույթը, աշխարհայացքը, ժամանակային հատվածը երբ ապրել, շատ մեծ նշանակություն է դա ունի։ Շատ մեծ։ Այսինքն Ռախմանինովի կոնցերտները լսելով դուք լսում եք ռուսական երաժշտություն։ Հա։ Մեծակտավ, որը որ շատ քրիտիկայի ենթարկվեց։ Ռախմանինովը երբ գրում է երաժշտություն, ասում են, որ նա գրում է հին երաժշտություն։ Ռախմանինովի ժանրը արդեն ստեղծված էր։ Շատ քրիտիկային անում, որ ինքը գրում է այն երաժշտություն, որը էլ պետք չի գրել, որտեղ դա արդեն գրված է, բայց ինքը այդ ժանրում, որը որ ինքը չէր առաջինը, ստեղծեց այն արժեքները, որոնց որ այն մարդկանց, որ առաջինն էին, մոռացել են։ Դուք իրանց անունը չգիտեք։ Բայց մենք գիտենք Ռախմանինովին, որը որ փոխեց դաշնակարների մշակույթը եւ դաշնակարների հնարավորությունը ցույց տալու իրանց վիրտուոզությունը այս բaragամի կարելի ասել։ Հասկացա։ Իսկ
հետաքրքիր է այդ մարդիկ ում անունները այսօր արդեն չգիտեմ 300-400 տարի հետո մենք գիտենք ու իրանց լսում ենք ոնց է ստացվել այդ ամեն ինչը իրանք այդպես ահավոր տաղանդավոր են եղել ճիշտ ժամանակին են ծնվել չգիտեմ կոմպոզիտորները հա նկատում միջավայր իհարկե, որովհետեւ գիտեք տաղանդը ըստ մեծ փիլիսոփաների տաղանդը մնում է մեր հետ։ Մարդու տաղանդը էներգիան եթե նաև հավատում եք, դա էլ պետք է հաշվի առնել, որ էներգիան մնում է մեր հետ մարդկանց մեջ։ հա Մարդկանց տաղանդները, որ ծնվում են, ես պատկերացնում եմ, որ կոմպոզիտորը այն մարդն է, որը որ չի կարող չստեղծագործել, ստեղծում են այն արժեքները, որոնք որ իրենց պետք են։ Ես տենց եմ ամենակում պատկերացնում եւ կոմպոզիտորները լսում են այն ինչը որ կարող է շատ են կոմպոզիտորը, բայց մենք գիտենք շատ քչերին շատ հա հենց դա ոնց է ստացվում հենց կոնկրետ այդ մարդն է ի հայտ գալու աշխարհը փոխում է բայց մենք հիմա դե խոսում ենք շատ մեծ երևույթների մասին ահավոր մեծ որոնք որ մենք ում անունը մենք դե տվեցինք ես նույնիսկ բառը չեմ գտնում ասել այդ տաղանդի մարդկանց մասին պատկերացումս այն է որ միջավայրը իհարկե մշակույթ իհարկե հնարավորություններ ստեղծագործել եւ որ մարդիկ դա կատարեն եւ կարող է նույն տաղանդները ծնվել են բայց չեն գտել իրենց միկրո կլիման ցավոք սրտի ես պատկերացնում որ այդպես բան կարելի լինի ինչը որ կատաստրոֆիկ սխալ է իհարկե այդպես տաղանդ ծնվել է բայց չի եկել են կետին որ մենք իր մասին իմանանք բայց այն ամենամենով ունենք այն կոմպոզիտորների որոնք որ իսկապես առանց որոնց ապրելը կարծում եմ շատ իմաստ չեր ունենա տխուր կլիներ բայց այդ հարցը ինձ միշտ օրինակ տանջում մենակ տխուր թե անիմաստ նաև անիմաստ շատ անգամ անիմաստ ըստ իս ես որպես երաժիշտ հետ ես դες պետք է հարցնեմ իմաստազուրկեր լրիվ մենք չենք լինի բայց առանց երաժշտության պատկերացրեք որ երաժշտությունը ինչքան է մեզ բան տալի կյանքում այդ թեմայի շուրջ ընկերներով միշտ քննարկում ենք միշտ չասեմ մի քանի անգամ քննարկել ենք որ այդ բառը օգտագործեմ կոնտենտի ձևերը որ կորչեր քո համար ոնց որ անիմաստ կդառնա ամեն ինչ հենց ես առանց կինոյի կարամ ապրեմ առանց գրականությունի կարամ ապրեմ չնայած շատ եմ սիրում կարդալ բայց առանց երաժշտություն չեմ պատկերացնում Ույսմա շատ-շատերի համար, այդպես որ երաժշտությունը այդ կոնտենտին ամենավերին աշճանն է, որ առանց դրա չգիտեմ, օրինակ այդ պատմությունը չեմ հիշում պատմել եմ ոդկասթին, թե չէ, կովիդի ժամանակ էր, պատերազմի ժամանակ էր, այդ շատ ծանր պահ էր իմ համար, հոգեբանական, չգիտեմ, ու մեքենայի մեջ Տիգրան Համասյան միացավ, շաֆելով Տիգրան միացավ ու այսպես ոնց որ հոսեց արդեն աշկերից որ ինչ կար sense դուրս է կարել ոչ մի բան չկարեցա պահեմ ու եթե այդ պահին այդ երգը չլներ դա չէր լինի բայց դա ինձ օգնեց որ շատ բաներ հաղթահարեմ դա շատ կարևոր է որովհետև մենք դրա կարիք ունենք հա բայց պետք է դուք մոտիկ դա ձեզ դե թողեք հա մեջ որ դուք ամեն անգամ արվեստը պետք է ման գա նորական չէ դուք պետք է դա ձեզ մոտիկ թողեք եւ դա երեխաներին որ պատում երեսան մասին ես դեռ մաս եմ պատմում որտեվ կարող երեխա կա որ կարող իրեն պետքա շոբանի նոկտյուրն դելսի ու այդ հագենալու պատկերացում հագենալ կարա կայանա որտեվ էմոցիոնալ ձեզ պետքա մի հատ հուզական մի հատ ալիք որ օգնեք ձեզ տեսեք դուք հավատում եք երաժշտությանը հա շատ Տիգրանը ես սովորել եմ նույն դասարանում հա նստել ենք նույն սեղանին տարիներ եւ այո երաժշտությունը կարող է փոխել մարդու կյանք Ռախմանինովը շատ լավ ասել որ ամբողջ կյանքը չի երիքի ամբողջ երաժշտության բայց ամբողջ երաժշտությունը կերիքի ամբողջ կյանքի Սիրուն ասեմ այսինքն դուք կարող եք ձեր կյանքը ամեն օր լսել նոր երաժշտություն ամեն օր շատ մեծ երաժշտություն Մալլեր, Բրուկներ, Պրոկոֆիև, Բիզե,
ձեր կյանքով տենց ամեն օր ընկալեք, փորձեք հասկանալ ժամանակահատված, ժանրային խնդիրներ, բայց դու չի սպառվի։ Հա։ Մի հատ sense հարց տամ, էլի, քանի որ խոսեցինք նաև այդ կորսված տաղանդների մասին, օրինակ դրա մասին ես մի հատ հոդված եմ գրել, որ 90-ականներին այդ 90-ականներին երևի մեր տարիքի սերունդը, որ այն ժամանակ մեր տարիքի էին, շատ մեծ սերունդ կորցրեցինք։ Չգիտեմ, արտագաղթեցին, իրանց գրողներ կորցրեցին, երաժիշտներ կորցրեցին, ֆիզիկապես չէ, այդ մարդիկ կարային լավ երաժիշտ դառնային կամ լավ գրող կամ լավ ինժեներ, բայց չդառան, որովհետև միջավայրը լրիվ փոխվեց։ Հիմա ինձ հետաքրքիր է, այսօրվա Հայաստանում դուք էլ որպես երաժշտության մեջ շատ կարևոր ռոլ մոդել, ինչ է պետք անել կամ արդյոք պետք է անել, որ նոր երաժիշտներ չկորցնենք։ Այսինքն այդ մարդը եթե տաղանդ ունի ու զգում է իր մեջ, ինքը կարողանա երաժիշտ դառնալ, ինքը կարողանա իր մեջ այդ էներգիան փոխանցի մեզ բոլորիս, որը համոզված եմ ես, մեր կյանքը ավելի լավն է դարձնելու։ Դուք ինձանից հիմա ակնկալում եք կարճ թե երկար պատասխան։ Երկար իհարկե։ Պատասխանատվությունը կյանքում շատ հետաքրքիր մի քիմիա է, որ դուք երբ զգում եք պատասխանատվություն, դա մեծ բեռ է։ Պատասխանատվության վերջում դուք ունեք մի հատ գիտակցություն, որ դուք պետք է մի բան անեք, որին որ դուք հավատում եք։ Եթե ես անում եմ այն process-ը, որ գալիս է պատասխանատվությունից, ու ունեմ հաջողություն, ինձ դա վերամոտիվացնում է։ Հա։ Ես ակտիվ դիրիժոր եմ, որ ունեմ համերգներ Հայաստանից դուրս, մեր նվագախմբով, ինչը որ կարևոր շատ եւ դա ռազմավարական ուղղություն է իմ կյանքում, ունեմ նաեւ հյուրախաղեր այլ նվագախմբերի հետ, ինչպես խոսացինք, Օմանում ես վերջին համերգը։ Ես նաեւ որոշեցի մի պահ, որ պետքա ծանրաբեռնեմ process-ները, որոնք որ կան իմ շուրջ, նաեւ հիմնադրամով, որը որ զբաղվում է հենց տաղանդավոր երեխաների հստակ ճանապարհային քարտեզ դգծելով։ Հստակ, որտեղ որ կան տաղանդներ, դասական երաժշտությունը այնքան պոպուլար ժանր վատ բառ եմ օգտագործում, բայց այդքան կարևոր չէ մասսայական, որ մարդիկ շատ գումարներ ծախսեն եւ վերլուծեն, ոնց որ ֆուտբոլն է, ոնց որ այլ սպորտային, եւ չեմ փորձում շատերին ասել, որ դասականն ավելի կարևոր է, չէ, իհարկե չէ, ավելի չկա այս կյանքում, կան տարբեր արժեքներ։ Պատկերացրի, որ պետք է ստեղծել հիմնադրամ, երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը, որտեղ որ ունեմ ոնց անում է երաժշտություն հանուն ապագայի։ Հա։ Հիմնադրամ, որտեղ որ հստակ ունկնդրումներ եւ սելեկցիա են արում երաժիշտներ, երեխաներ, որոնց ընթացքին ես հետևում եմ, ոնց են զարգանում երեխաները, որովհետեւ դուք շատ ճիշտ եք ասում, մեր շատ փոքր երկրի համար, մեր տաղանդի գործակիցը շատ բարձր է, բայց կրթական եւ ընդհանուր միկրոկլիմայի պայմանները չեն ստեղծված, որ այդ մարդիկ ծաղկեն, հա։ Այո։ Ծաղկեն եւ ունան երկար հաջողություն, որտեղ մենք հիանում ենք երեխաների 10-12 տարեկան նվագել դաշնամուր, ջութակ, թավջութակ, եւ այդ հիացմունքից հետո մենք չենք տալի առաջակից ինչ պետք է երեխան անի։ Հա։ Ես պատմեմ այդ եթե հետաքրքիր դելին պատմեմ նաեւ այդ գործունեության մասին, այսինքն ես պատկերացնում եմ, որ իմ պատասխանատվությունն է նաեւ Հայաստանում, որ կարողանամ երեխաներին ցույց տալ, որ ճանապարհային քարտեզ, հաջողություն, ճիշտ դասախոս արդեն X տարի հետո եւ կա հստակ միավոր, իսկ ինչ է երեշտ ուզում կյանքում ունենա։ Մեծ հաջողությունը շատ տենց տարածական բան է, հաջողություն։ Ո՞րն է հաջողությունը։ Դա Այդ հստակ միավորը, որտեղ մեզ բերում է մի հատ abstract ապաթիայի, որ մենք ունենք հասարակությունում, ունենք շատ լավ տաղանդավոր երեխաներ, որոնց որ ելեմս մեզ դա մոտիվացնում է, մենք դրա մասին խոսում ենք, բայց հստակ քայլեր չենք ձեռնարկում, որտեղ այսօրվա աշխարհում, եթե մենք ստիպված ենք դրա մասին խոսել, որ պետք են ֆինանսներ, մեր արվեստում ֆինանսը դա գործիք է, դա միջոց է, որ մենք կարողանանք երեխաներին լավ կրթություն տանք։ Սովետ միությունից հետո Հայաստանում մեր բոլոր կրթական մոդելները իրանք ոնց է ասեմ, տենց իներցիոն են։ Հա։ Իներցիան շատ մեծ իմպուլս կար, շատ մեծ իմպուլս կար։
աշխարհին հերիք է դիմոց այսօր Գերմանիայում դասավանդում են դասախոսներ, որոնք որ սովորել են Մոսկվայի կոնսերվատորիայում մեծագույն իմպուլս էր, բայց Հայաստանում մենք այդ ես տեսնում եմ ամեն դեպքում, որ երեխաներին նոր գիտելիքի ու նոր մոդելների առաջակ է պետք անել, որ երեխաները ավելի պրագմատիկ ու ավելի պրոգրեսիվ տեսնեն ոնց են իրենք ուզում զարգանալ։ Եվ այո, ես ամեն դեպքում եւ իմ ընկերները, որոնք որ օգնում են ինձ այդ գործում, պատկերացնում են, որ մենք եթե ունենք 50 երեխա, 30 հիմա եւ ուզում ենք զարգանանք, որ ունենք 50 երեխա, եւ շնորհակալ եմ մարդկանց, որոնք որ հավատում են իմ այդ պատկերացումներին եւ տեսլականին, որ այդ հիմնադրամը զբաղվում են երեխաներով, որոնք որ իսկապես պետքա ներկայացնեն եւ պետքա լինեն մեր ապագան դասական երաժշտության կատարական արվեստում, որովհետեւ եթե մենք այսօր խոսում ենք մեր լավ օրինակ դասական երաժշտության մասին, ասելով արժե համակարգից, դա ներեցա, որ մենք ունեցել ենք կրթություն եւ հիմնադրամի հիմնական կարևոր ռազմավարական ճանապարհային քարտեզի հաջողությունն այն է, որ մեր երեխաները սովորեն պատկերացնեն, որ գիտելիքը այսօր դա միջոց է, որ լինեն հաջողակ բոլոր իմաստներով, կայացած եւ կրթված եւ նաեւ հիմնադրամը զբաղվում է նաեւ երեխաների ոչ միայն մասնագիտական վարպետության դասեր, գործիքի ձեռքբերում եւ վարպետության դասեր նաեւ մարդկանց, որոնք գալիս են Հայաստան եւ շատ հաճախ գնում են Հայաստանից դուրս, այլ նաեւ գնում են թանգարաններ, դա անգլերեն լեզու, կոմունիկացիա, դա նաեւ ինքնա ներկայացում, որը մեր աշխարհում շատ կարեւոր է, որովհետեւ շատ լավ երաժիշտներ ես գիտեմ, որոնք ոչ են հասնում հաջողության, որով չեն կարող իրենց ներկայացնել, եւ այն բոլորը ինչ որ ես տեսել եմ, կարելի ասել, որ ինչ որ մի տոկոսով տեսել եմ, փորձում եմ այդ գիտելիքը ռելիեֆ, շատ ավելի կոմպակտ եւ շատ ավելի պրագմատիկ ձևաչափով փոխանցել մեր երեխաներին եւ այո, ես այդ հարցով շատ մտածելով եկել եմ այս գաղափարին, որ սա այն պատասխանատվությունն է, որը որ ես մեծ սիրով անում եմ։ Պատասխանատվությունից չեք վախում, էլի։ Պատասխանատվությունից չեմ վախում 18 տարեկանում, երբ ընկերներով ստացեցինք մեր նվագախումբը, չէ, ուրիշ հարց, եթե ինձ պատմեին, որ դες պատասխանատվություն ես մոտիկ չէի գա նույնիսկ, բայց դե տեն ստացվեց, այո, տեն ստացվեց իմ կյանքում, որ պատասխանատվությունը եղել է իմ կյանքում տարբեր ժամանակահատվածներում, բայց շատ կոնկրետ ու միանձնյա, ինչը որ արդեն շատ մեծ հաճույքով ընդունել եմ ու գնում եմ առաջ։ Իսկ հետաքրքիր է այդ պատասխանատվություն վերցնելը փոքր տարիքից է եկե, դաստիարակությունից է եկե, թե տեսակից է։ Տեսակ, առաջի հերթին հարցի շուրջ։ տեսակ, ընտանիք, տեսակ, ընտանիք եւ դաստիարակություն։ Ընտանիքը ստեղ ոչ թե երկրորդ, այլ մեջտեղ։ Դոմինանտ, որպես ձախից այդ գրավիտացիոն միավորը ամենակարևորն է, ընտանիք։ Որտեւ ինձ թվում է նկատած կլինեք, որ մեր հասարակությունը շատերն են վախում պատասխանատվություն վերցնելուց։ Ես երբեք նույնիսկ կարծիք չեմ հայտնում ինչ-որ մի բանի մասին, որը որ ես չեմ հավատում, որովհետեւ դա պատասխանատվություն է։ Կարծիք հայտնել մարդկանց, ես ունեմ պատասխանատվություն, իմ գործը ինչ է, ես գնում եմ նվագախմբին ու գոլեգաներիս, որոնց հետ որ երկար տարի աշխատում եմ, մեր նվագախումբն է, թե ուրիշ նվագախմբում կարող է նվագել մարդ, որը որ աշխատել է շատ մեծ դիրիժորի հետ, եւ ես ղեկավարում նույն սիմֆոնիան, եւ ես ուրիշ ֆրազ եմ ուզում անեմ։ Իմ նպատակն է, որ եւ հստակ միավոր է, դա հաջողության կետ է, որ ես կարողանամ մոտիվացնեմ այդ մարդուն իմ երաշտական տերմինոլոգիայով չեմ ուզում դա ասեմ, այդ իմ պատկերացումը այդ ֆրազան ինչի մասին կարող է լինել, որ մարդուն ցույց տամ այլ մի հատ ձևաչափ, որը որ կարող շատ ավելի լավը չի կամ վատը չի, դա այլ թեմա է, բայց դա իմ գործառույթն է եւ այո, երբ դուք շփվում եք գոլեգաների հետ, նաեւ դա պատասխանատվություն է եւ տեսակ է, որ դուք լինեք լիդեր, բայց ոչ թե լիդեր, ուղղակի դե լիդեր, այլ լիդեր այնմայթն որ առաջինն է գնում։ Առաջինը ոչ թե պետքա գնանք, այլ պետքա գնանք։ Այլ գնում ենք։ Գնում ենք միասին, այո, եւ տենց իմ բոլոր տենց մեծ նախաձեռնությունում դե կյանքում դա իմ միակ մեթոդն է, ինչին որ ես պետքա կրկնվեմ, նույնպես հավատում եմ։ Հասկացա։ Տաղանդ թե աշխատասիրություն։ Բալանս։ Միանշանակ։ Մենք բոլորս բալանսի մասին ենք։ Աշխարհը բալանսի մասին է։ Գրավիտացիոն բալանսի մասին է։ Մենք բոլորս։ Համաձայն եմ։
Ես այնքան եմ արդեն տեսել, ճիշտ է, շատ չեմ ապրել աշխարհի վրա, բայց շատ եմ տեսել, որ շատ տաղանդավոր մարդիկ չունենալով այդ աշխատանքային էթիկան ամեն ինչ վատնել են։ Ես Բայց դա էլ է էլի պատասխանատվություն, խր տաղանդ ունենալը պատասխանատվություն է։ դա մեծ բեռ է կյանք։ Հա, չպետք է այդ վատն է։ Տաղանդը դա եթե մեզ թվում է որ այդ մեծագույն ստեղծողները աշխարհը հիշել է ստեղծողներին, կատարողներին մեծ հարց է։ Այդ աշխարհ փոխած ստեղծողները, եթե ձեզ թվում է դա մեծագույն հաճույք է, տենց տաղանդավոր լինելը իմ կարծիքով դա տենց չի։ Մեծագույն բեռ պատասխանատվություն եւ դուք ձեր կյանքը ֆիզիկական մեր կյանքը մի հատ է ու կարճ է կամ կարճ է մի հատ է ոնց ուզում եք պատմեք դրա մասին բայց դա տենց է մենք ոնց ենք ապրում դա է արժեքը կոմպոզիտորները ստեղծողները մեծագույն տաղանդները ասենց ասեմ մարդիկ նվիրյալներ են իրենց տաղանդին Հա ես եթե կարճ պատմեմ ես երբ սովորում էի Հայաստանից դուրս մեր դասարանում ջութակահար էի եւ ունեի հաջողություններ բայց շատ էի սիրում պարապել երկու դասարանցի որտեղ միասին սովորում էինք Ցյուրիխում երբ նվագում էին ջութակ ես հիանում էի այդ ոնց կարա տենց քիչ պարապել ու տենց նվագել այդ համադրությունը բալանսային ինձ ապշեցնում էր հա ավարտեցինք անցավ 8 երևի տարի 8-10 տարի երկու այդ մարդիկ աղջիկ եւ տղա ոնց որ ես հիանում էի երկուսն էլ երաժշտությամբ չեն զբաղվում հա պատճառները երբ ուրիշ ձև հաջողություն կապեր այդ ամեն ինչը կարելի է տենց երկար քննարկել ու ոչ մի արդյունքի չգալ նպատակային չի բալանս տաղանդ աշտասիրություն կոմունիկացիա մեր այսօր պայմաններում հա հաջողություն նաև միանշանակ մենք շատ բայց եթե մենք ամեն ինչը պետքա դուք օրինակ վերակոնվերտորը դեպի Հայաստան մենք շատ բարդ հասարակություն ենք ինչ առնով մենք հասարակություն ենք որտեղ որ դե տեսեք ինչ որ տենց նոր իմպուլսներ տաղանդներ մենք չենք սիրում մենք սիրում ենք միշտ խոսալ շատ լավ մեր անցած տաղանդների դմասին հա այսօրվա տաղանդների մասին մենք շատ չենք խոսում որովհետև տենց ամեն-մեկի մոտ ենթագիտակցաբար ինչ որ մի հատ կոմպլեքս կա մարդկանց դա նկատվում եթե տենց զգացել եք հա շատ եմ զգացել ես Հայաստանում երբ խոսում շատ լավ երրորդ մարդու մասին այդ ում որ դա ասում եմ ինքը երևի առաջի դիսկոմֆորտի մեջ է մտնում դա ինքը չի պատկերացնում թե ինչի պետքա խոսամ լավ երրորդ մարդու մասին բայց դա մի երևույթ է որ մենք ունենք բարդ այդ համակարգ բայց եթե դուք դա հաղթահարեք կամ գտնեք ձեր ֆորմուլան որը որ ինձ թվում է ես գտնում եմ գտնելու ճանապարհին եմ ամեն դեպքում տենց շատ ավելի քիչ ժամանակ եք ծախսում ոչ արժեքավոր խնդիրներին վրա իսկ այսօրվա մեր հասարակություն այսօրվա Հայաստան ձեր կարծիքով ունենք մենք տաղանդավոր երաժիշտներ ու ոչ միայն կլասիկում ընդհանրապես Հայաստանում տաղանդի գործակիցը շատ բարձր է բարձր տաղանդավոր մարդիկ շատ են նույնիսկ այդ նեգատիվ նույնիսկ նեգատիվ խոսող մարդիկ շատ տաղանդավոր են խոսում դրա մասին մենք որպես տաղանդավոր հեյթեր են շատ ես շատ շուտվանց եմ օրինակ Facebook-ում ես դուրս եկեմ արդեն 1.5 տարի ես շատ շուտ եմ Facebook-ում ես երբեք կոմենտ չեմ գրել ոչ թե ես գրել չգիտեմ կամ կարծիք կարող չունեմ բայց այդ չեմ պատկերացնում որ մեկին պետք է կարևոր լինի իմ կոմենտ ինչ որ մի բանի մասին դասում ազնվությամբ ու ես չեմ հիմա բայց ես հետաքրքիր չեմ ինչ որ կոմենտ գրելու համար ես իմ գործը ուրիշ է բայց խնդալու կներ որ մտնենք Facebook Սամբացյանը ինչ որ weird article-ի տակ գրելա բայց խալանեցիք բայց դա շատ են չի անում դա հա բայաշկե բայց նույնիսկ մարդիկ որոնք որ տաղանդավոր են ես չեմ ուզում հստակ երևույթն եմ ասում տաղանդավոր են կարծիք են հայտնում ես ընդհանրապես կարծում եմ որ մենք ենք ինչը որ մարդիկ զգում են էներգիան մենք կարող ենք տալ սպիտակ էներգիա կամ բացասական սև էներգիա դա տենց է ես հավատում եմ եթե դուք
դրական եք պատկերացնում եւ դրական եք փորձում մարդկանց միավորել, դա եթե դու ինձ դեմոտ չի ստացվում, դա մեկը ձեր հաջողությունն է։ Դե համը ոնց դու տեսնում ես նենց ոնց որ ծրագրավորում ես քեզ ընկալես աշխարհը, էլի, որովհետեւ Ճիշտ եք ասում։ բոլորս Ուղղակի մոտ իրականությունը տարբեր է, ու այդ ամեն քո իրականությունը կախված է դու ոնց ես ընկալում ուրիշներին ու ոնց ես փորձում այդ ամեն ինչը ոնց ես քեզ ընկալում քեզ աշխարհը։ ընկալում, հա։ Բայց շատ հաճախ, գիտեք, լսելով տենց վերլուծելով կամ ինչ որ պատկերացումներ, որ ինձ հասնում է, դրականը օրինակ իմ բարեկամ դրական դելինելը ինձ շատ հաճախ վերա դրսևորում են կամ վերա իմաստավորում են, որ տենց ամեն ինչ լավ է իմ կյանքում, դրա համար ես դրական տենց է կարա լինի, դա տենց է, իմ կյանքում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան պատկերացնում են, բայց ստեղ գալիս է մի հատ կետ, որ դուք ուզում եք խոսակ նեգատիվից հասնել պոզիտիվի, ես չեմ հավատում։ Հա։ Ես չեմ հավատում դրան։ Բայց Կա դեռ ճանապարհ։ ինչ որ կետ կա, որ արդեն բան է, անգլերեն մի հատ լավ բառ կա, delusional, այսինքն արդեն լրիվ է իրականությունից կտրվում, էլի։ Բացականով է, դրականով է։ Դրականով կտրվել իրականությունից ես չեմ պատկերացնում։ Բացականը երբեք չեմ փորձել։ Այն մեկը չեմ հավատում, իսկ սա չեմ փորձել, որովհետև երբեք բացական ոչ մի միավոր, ոչ թե ես դա համարում եմ, որ դա տենց է ճիշտ ու մարդկանց տենց պրոպագանդում եմ, չէ, բայց ես չեմ տեսնում դրա իմաստը։ Հիմա երաժշտություն, որը որ միշտ պոզիտիվ է, չէ, չեմ կարող ասել, որ միշտ դա եմ դեր սիրում։ Ընդհանրապես չէ։ Բայց մեր գործունեության մեջ, մեր մտքերի մեջ ստեղծել դա դրական է, չէ։ Ստեղծելը դրական է։ Վերջ։ Ստեղծել նեգատիվ, նույնիսկ եթե գործը արվեստի մեծագույն կտավը նեգատիվ բանագություն ունի, դա մեկը արժեք է։ Հա։ Բայց հայտնի նկար կար, չէ՞, որ դատավորի կաշին տենց վրայից հանում էին, ով էր, չեմ հիշում ով էր նկար, որ ինքը նամես ահա որ նեգատիվ է։ Հոլանդական դպրոցի նկարիչը, ֆանտաստիկ գործ էլի, ինձ որ նեգատիվ են ասում, մի անգամից այդ աչքիս առաջ գալիս, ոնց են դատավորի կաշին հանում, բայց որ նամես չես կամ չհիանաս։ Այսինքն մարդկային խնդիրները եղել են նույն, դա 4 դար առաջ, 5 դար առաջ, որ այդ խնդիրները այդ հասարակության մեջ դա միշտ կա ու կլինի, դա նորմալ է, չի կարող լինի։ Այսինքն առանց բակտերիաների օրգանիզմը պատրաստ չի ապրել, բայց պետքա ես ստիպված եմ վերադառնալ իմ նախորդ պատասխանին, բալանսի մեջ ամեն ինչ կարևոր։ Դա 3000-4000 տարվա առաջվա փիլիսոփաների կարդում ենք, ոնց որ այսօրվա մասին խոսան։ Այո։ Տեխնոլոգիաները փոխվել է, բայց մեր պահելաձևը ոնց որ այդքան է չէ։ Տեխնոլոգիաները դա մեր կյանքի կենցաղային իմաստն է։ Բովանդակային չի։ Հիմա եթե առաջ տենց մարդիկ պետքա ջանք գործեն, որ լսեին երաժշտություն, հիմա կարող են միանգամից դա լսել։ Շատ ավելի մոտիկացել է։ Եթե դուք ուզում եք լսել երաժշտություն, եթե դուք ուզում եք վատ բան անեք, էլի նույնպես շատ մոտիկացել է։ Բայց երաժշտության հանդեպ ընկալումը ինձ թվում է նոր սերնդի ու մեր մոտ մի քիչ տարբեր է։ Շատ տարբեր է։ Հա, որովհետև մենք օրինակ տենց հայերեն ասած ժարգոնով ինչ որ ալբոմ ճարելու համար կոնկրետ վիզա ենք դնում։ Իհարկե։ Մեր ծնողները էլ ավելի շատ Բայց ինչ է, տեսեք, ես մենակ ասենք ջանքեր գործադրվում, որ ինչ որ մի բան ստանար, հեշտ չէ։ Միայն երաժշտություն չէ։ Դուք ուզում եք կարդալ օրինակ գիրք, X գիրք։ Հեշտ չէ, հա։ Գարսիա Մարկես, օրինակ։ Դուք պետքա ջան գործադրեք։ Հիմա վարկանական։ Այսինքն մեր կյանքը արագացել է, եթե ձեր այդ ոնց որ ասում եմ main տրեկը, հիմնական ուղղությունը այնա որ դուք լավ ինֆորմացիա ստանաք, երաժշտություն, գրականություն, ինֆորմացիա, կարդաք հետաքրքիր բաներ, որը որ ձեզ կարող ավելի շատ մոտիվացնել, շատ ավելի արագ է, քան առաջ։ Բայց մի հատ հետաքրքիր բան պատմեմ, մենք ավելի արագ ենք ապրում հիմա։ Լրիվ համաձայն, օրինակ դեկտեմբերին ես ինքս իմ համար որոշեցի, որ ընդհանրապես այդ short content, reel-եր, TikTok, YouTube short-եր չեմ նայելու։ Մի ամիս ընդհանրապես չեմ նայել։ Ինչի՞։ Զգում եմ, որ դա ինձ սկսել է շատ խանգարել, որտեվ նոր լավ իդեաներ էլ չի կարողանում գեներացնել, քիչ է գեներացնում։ Սեփական միտքս քչացել էր։ Այսինքն կարող է խոսակցություն ասել, այն reel-ը տեսել ես։
կամ SMS-ին չտեսել ես, այսինքն կարճ կոնտենտին ու այդ արագ դոպամինին իմ ուղը սովորել էր ու անգամ ֆիլմ նայելը տենց ահագին պրոդուկտիվ process էր թվում էլի ու մի ամիս որ ես չնայեցի իսկ իրոք ես ինձ վրա տարբերություն զգացի որ այն դանդաղ բայց կարևոր բաներն է գիրք կարդալ, չունեմ քայլել, ընկերների հետ ժամանակ անցկացնել, իսկական իրական բաները, որից դու կարաս այդ դոպամին ու հաճույք ստանաս, շատ ավելի շատ ես սկսում գնահատես ու մտքերիդ որակն էլ փոխվում ազդրը, որտեվ դու դանդաղ քայլում ես, գիրք ես կարդում, այլ ոչ թե անընդհատ մի րոպեվա մեջ 15 տարբեր բան ես նայում։ Այսօր ուսումնասիրություններ կան, որ դա վատ է ազդում ուղերի վրա։ Կան, բայց եթե 2002 թվականին կար ուսումնասիրություն, որ տենց զարգանա 2007 կամ 8 չեմ հիշում, եկու չէ, որ եթե մեր ուղեղը այտենց արագ ինֆորմացիա ստանա ոնց որ ստանում է, էլ ունենք կդե խնդիր 2017-ին այդ ոնց տենց կանխատեսումը լրիվ հերքվեց 4 անգամ ավելի արագ ենք հիմա ստանում այդ ինֆորմացիա, քան կանխատեսում են 2007-ին։ Այսինքն ադապտացվում ենք մենք շատ արագ, մենք չենք ճանաչում մեզ, դա էլ շատ հստակ պիտի ֆիքսենք։ Ռիլերում կա ինչ-որ ինֆորմացիա, որ մենք կարող ենք, տեսեք, ռիլերը դուք չեք նայում։ Իսկ եթե ռիլերը կներեք ես բառամար վաճառեն այն բարձր արժեքի համերգը, որտեղ որ եթե շատ մարդ նայի, շատ մարդ կգա, լավ կվերաբերվեք։ Դրական կողմերը ունեն միանշանակ։ Վերջ։ Ռիլերը այսօրվա աշխարհում ես ինքս դեմ եմ, ես չեմ նայում որ ճիշտ ասեմ, հիմա ինչ որ ասում եմ տենց ինովացիոն, ես ինովացիոն թեմաները շատ եմ սիրում, բայց դա իմ կյանքի մասը չի։ Բայց ես միշտ տեսնում եմ որ ինովացիոն պրոգրեսը պետք է օգտագործել որ քարոզել երաժշտություն։ Եթե ես երեխաներին այսօր ասում եմ որ օրինակ Ջասթին Տիմբերլեյկը կամ Ջասթին Բիբերը շատ ավելի քիչ հաջողություն ունի կամ Վերդի Այդա օպերան, որը որ ներկայացրել է Ձեֆիրելին, իրենք չեն հասկանում ինձ։ 10 րոպե հետո իրանք հիանում են։ Ինչն է փոխվում։ Իրանց ընկալումը իմ հիմնական ռազմավարական գործի մասին, որը որ դասական երաժշտությունն է։ Պատկերացում որ դասական երաժշտությունը այսօր մեգա պոպուլյար է ու դուրս է ժամանակից։ Ժամանակից դուրս է, բայց դա արժեք է։ Վերադառնալով ինչ որ դուք ասում եք, ես ինքս չեմ նայում ռիլեր, երևի դա իմ բաստողումն է, որտեվ ես տեսնում եմ ռիլերի օրինակ այս նոր մշակույթի օգուտը բարձր արվեստին, ես դա տեսնում եմ։ Այստեղ կա մի հատ բան, կա արժեք ու կա արժեքի մասին խոսալ։ Ես ես կարող եմ պատմեմ 3 նախադասությունով մի հատ գիրք, որ ես կարդացել եմ, դուք կիմանաք դրա բովանդակային ինչ իմաստներ, բայց այն նյուանսները դուք չեք իմանա։ Պետք է դա կարդալ։ Netflix-ով կա ուսումնասիրություն, որ Netflix-ով կա մեծ դվտանգ, որ Netflix-ով Ամերիկայում 47%-ը, թե 40 քանի %-ը նայում է ֆիլմերը արագացված։ 2 անգամ։ Այսինքն ինչն է ստացվում, մարդը ուզում է արագ ստանա այն, ինչը որ մարդիկ տենց իրան պրոպագանդել են, որ լավ ֆիլմ է, այստեղ լսում են։ Երաժշտությունը տենց խնդիր չունի, որտեղ երաժշտությունը լսել ուրիշ արագությամբ դուք չեք կարող։ Դեռ այդ վտանգը մեր մոտ չկա, բայց այստեղ այո դուք ճիշտ եք ասում, այդ վտանգը կա, որ բայց դա էլ է TikTok-անում։ Երկեր կա որ դանդաղացնում են, որ դանդաղ վերսիան viral է գնում։ Դե այո, բայց դա դասական երաժշտության մասին չի, բայց կինոարվեստում տենց խնդիր կա, այսինքն մարդկանց օպերատորների, ռեժիսորների, լուսային մեծ տաղանդավոր դիզայներների աշխատանքը արժեքազրկում է, թե մարդկանց դա դե քիչ չի։ Արագ նայն, ստանան, իմանան անցանք առաջ։ Դա տենց տրենդ է, որը որ վստահ եմ կփոխվի։ Ամեն դեպքում ես վերջի կոവിഡ്ից հետո եթե դուք նկատել եք այդ վիդեո կոմունիկացիայի մշակույթ չեմ կարող ասել, բայց տրենդը շատ ակտիվացել է ու շատ մոդայի կա, բայց ես պետքա կրկնվեմ, որ պետքա տարանջատենք ռիլը ինչի մասին է, եթե ռիլը շատ կարճ ու շատ տաղանդավոր է, որ ես կարող եմ 100 երիտասարդ ներգրավել, որ գան լսեն Մալերի 9-րդ սիմֆոնիան, մեծ ձեռքբերում հարց չկա։ Հարց չկա։ Այսինքն բալանս։ Իրականում եթե TikTok-ը նայեք, գործիք ավելի պարզ։ TikTok-ը օգնել է, շատ է օգնել, որ տարբեր կլասիկ գործեր կամ 70-ականների, 80-ականների շատ լավ երաժիշտներ նորից դառնան պոպուլյար։ Իհարկե։
Steve Jobs-ը երբ ստեղծեց iTunes-ը, Beatles-ը դե անվճար էր, եթե հիշում եք, չգիտեմ գիտեք թե չպատմությունը, եւ առաջի press conference-ը երբ ներկայացնում էր, ասին, բա ինչ եք տենց արել, կարճ եմ դες պատմում, շատ ռոմանտիկ վերսիա, ասեց, ես չեմ ուզում, որ իմ մանկության հերոսները մահանան։ Հա։ Բայց դրա հետաքրքիր կողմն է կա, մի հատ շատ լավ ալիք կա YouTube-ում, Rick Beaton, այնքը երաժշտության թեմայով է խոսում, նախկին ռոք երաժիշտ է, դե երկար ժամանակ Beatles-ի կատալոգը Instagram-ում, TikTok-ում ու short-term չկար։ Ու մարդիկ սկսել են իրոք քիչ լսեն Beatles, այս վերջերս իրանց կատալոգը ավելացրեցին Beatles-ի ու իրանց սթրիմերը ավելացավ, որտեղ մարդիկ սկսեցին TikTok-ում Beatles հայտնաբերեն։ Մեծ արժեք է դա, եթե մարդիկ, որոնք որ սիրում են pop, լսեն գոնե Beatles։ Հա։ Beatles-ը pop-ա, չէ։ Պոպուլար է։ Պոպուլար չի։ Շատ պոպուլար է։ Իրանք ժամանակին շատ։ Հիմա Vivaldi տարվա եղանակները ի՞նչ է։ Դասականը պոպուլար չի։ Պոպուլար է հաստատ։ Վերջ։ Մենք պետք է այդ տաբուներից էլ վախենալու ժամանակ չկա։ Հա։ Չայկովսկի Մարդուկ ջարդուկ այդ դեշելկոնչիկը ինքը շատ պոպուլար է։ Ցուսերով բար։ Հա, էլի շատ պոպուլար է։ Պետք է դենց վախենալ։ Պոպուլար է, երբ մարդիկ գիտեն երաժշտություն, օրինակ շատ հաճախ դուք ասում եք, օրինակ գիտեն երգը, բայց չգիտեն ով է գրել բառերը եւ կոմպոզիտոր, չէ։ Ինչքան միլիոնավոր մարդիկ գիտեն Ցուսերով բար, չգիտեն Արամ Խաչյանի մասին։ Հա, չգիտեմ, Simpson-ները են լսել, տարբեր կինոների մեջ են լսել։ Անհավանական մեծ քանակը, դուք չեք պատասխանում, գիտեն Ցուսերով բար, բայց ինչի՞ պետք է իրանք մտածեն ով է գրել։ Չեն ծանոթ, բայց գիտեն, չէ։ Հա։ Այ մեր նպատակը, որ մեր թիմի մարկանց ես փորձում եմ մոտիվացնել, որ մենք բերենք այդ կետը, որտեղ գիտեն Ցուսերով բար ու մաքսիմալ շատ քանակ այդ տարածքը դելստեն իմանան, որ դա նաև Արամ Խաչատրյանի մրցույթի եւ փառատոնի գաղափարը երբ ստեղծել ենք մենք, դա էր, որ մարդիկ իմանան Խաչատրյանը, որ շատ ավելի մեծ հերոսական Հայաստանը քարտեզի վրա, բայց շատ ավելի նաև մեծ արժեքա իր ստեղծած ստեղծագործությունները։ Չութակի կոնցերտը նվագում են ամենտեղ ու էլի շատ հաճախ չեն պատկերացնում թե Խաչատրյանը ինչ մշակույթի ներկայացուցիչ է, որտեղի մշակույթի ներկայացուցիչ է եւ ինչ նույնիսկ դա չի կարելի ասել, դա իրանք պարտավոր չեն։ Ոնց որ մենք չգիտենք ուրիշ շատ հայտնի գործերի մասին։ Հա, այդ կարպիս է ձեր հարցազրույցն է լսում, որտեղ այդ թեման Արամ Խաչատրյանի շատ քննարկեցիք։ Արդյոք ինքը մեր մշակույթի արդյունքա թե սովետական ռուսական։ Այդ ձեր երկրորդ հարցի պատասխանն է, այսինքն տղաները ոնց է որ կան միջավայր մեծ երկիր, բայց Արամ Խաչատրյանը չի ապրել Հայաստանում, բայց ստեղծել է ինձ հնարավորություն կատարելով իր գործերը, ասել որ սա հայկական սիմֆոնիկ, այս սա է հայկական սիմֆոնիզմը։ Այսենց հնչում է մեր երաժշտությունը։ Հա։ Այդ դրանից հետո պատկերացում կազմել թե որ երկիր, մշակույթ, քաղաքացիություն, այդ կենցաղա, որը որ ինձ թվում է չպետք է ոչ մի ձև կապվի մեծագույն ստեղծողի հետ։ Արամ Խաչատրյանը մեր ազգի ըստ իս ամենամեծն է։ Ամենա։ Իսկ ով ավելի մեծ։ Տաբուներից եթե դուրս գալով մի ինձ պետք է ներողամիտ լինեք, ես երաժիշտ եմ, բայց դուք մտածեք որպես ոչ երաժիշտ։ Եթե կարելի է ով ավելի մեծ։ Չգիտեմ, դժվարանում եմ ասում։ Դե տեսեք, Կոմիտասը, չնայած Կոմիտասը այդքան պոպուլյար չի, ինչքան Խաչատրյանը։ Արամ Խաչատրյան, մարդ, որը որ մեզ տալիս է հնարավորություն, մեզ նաև ձեզ, որտեղ մենք խոսում ենք մի արվեստից, արվեստ, դասական երաժշտություն, արժեքներ, արժեհամակարգ, տալիս է հնարավորություն ներկայացնելու երկիրը ու մենք շատ հպարտ ենք մեր պատմությամբ, շատ հպարտ, բայց երբ ներկայացնում ենք Հայաստանից դուրս, արժեքը այն է, ինչի մասին որ մենք ասում ենք երկրորդ սիմֆոնիան, Սպարտակը։ Հա։ Եթե մտածեք, կան մարդիկ, որոնք փոխել են աշխարհը, բայց մեգա մասշտաբային իմաստով Խաչատրյանը մեր մեծն է։ Շատ մեծ հերոս է հայ ազգի։ Հետաքրքիր է, օրինակ ուրիշ ազգերը մի քիչ ավելի մեծ, ոչ քանակությամբ, որ իրանց պատմությունը ուրիշ ձև է նկարում, երբ որ դու պատմում ես քո պատմության մասին, այդքան լավ չեն ընկալում, քան օրինակ երբ որ դու դնես քո
երկրից ինչ որ երաժիշտների երաժշտություն կամ սպորտսմենների մասին պատմես կամ այն արդյունքները, որ դու հասել ես, էլի որպես հասկ։ Իսկ պատմությունը կարաս պատմես, բայց բաներ կա, որ կարաս ցույց տաս։ Մենք բոլորս մարդու էության մեջ է սիրում ենք հաջողություն։ Մենք ձգտում ենք դեպի, ես դա նույնպես կապեմ դեպի այդ ոնց որ մի շղթա է դրական էներգիա, հաջողություն, պատմություն եւ ձեր պատկերացումը ոնց է դու գնում դե առաջ, հաջողությունը, որը մենք հպարտ ենք, մեր սպորտսմենները, մեր կոմպոզիտորները, մեր արժեքները, դա այն է, ինչով որ մենք ուզում ենք ներկայանանք։ Պետք է դա կարողանանք ճիշտ ներկայացնել։ Հավանակ ես որ երբ որ Ամերիկայում դպրոցում էի սովորում, հայներ կան անելը, այն ժամանակ Ամերիկայում system of down աննորմալ պոպուլյար էր։ Որ ասում էի հայ, ասում էին այդ ինչա, ասում էի system of down, հա, ասում եմ լսել ենք ձեր դրոշի մեջ տեսել ենք։ Դա մեր DNK-ն է, դա Շարլ Ազնավուր, մենք հպարտ ենք։ Բայց տեսեք Նարեկացի, որ գրել է վերածնունդ, հիմա ես խոսում շատ ավելի բաց պատկերացում գրել է վերածնունդ, մենք չենք կարողացել աշխարհին բոլորը չգիտեն Նարեկացու մասին։ Ջոն Մալկվեչը երբ Հայաստանում էր, երբ ես ցույց տվեցի, մենք լրիվ ուրիշ ծրագիր ունենք, երբ ցույց տվեցի եւ պատմեցի եւ ոգևորությունը եւ հիացմունքը եւ չէր սպասում, որ նման խնդրանք դա կլինի, որ դա ներկայացրեց Ջոնը նաեւ իր պատկերացումը փոխեց իմ երկրի մասին։ Դա որտեվ պետք է դա կարողանանք պատմենք։ Masterpiece է կարդացել, հա։ Բայց տեսեք, որ դա գալիս է մի կետ, որ մենք կարողանանք, եթե մենք ունենք արժեք, բացարձակ արժեք, որին որ մենք հավատում ենք, մենք մոնոազգային երկիր ենք, մեր երկիրը ավելի փոքր է, քան մեր ազգը, որտեղ ազգը շատ ավելի մեծ է ու դու դուրս է մեր երկրից, մենք ունենք բացարձակ արժեք, որին որ բոլորը հավատում ենք, շատ քիչ մարդ գիտի ինչի մասին ենք, ինչի մասին է այդ գիրքը, ինչ նպատակ ունի այդ գիրքը, բայց դեռ կարևոր չի։ Այդ նայենք որպես երևույթ լավ ավատը ես երբեք դրա մասին չեմ մտածում, բայց եթե իմ հետ համաձայն եք, որ շատերը չգիտեն ինչ է գրած գրքում, բայց պետք է կարողանանք էլի կներեք այդ բառը փաթեթավորել, որ աշխարհը իմանա, որովհետև դա այն արժեքն է, ինչը որ մեզ տալիս է հնարավորություն մեր պատմության մասին խոսել այն կետից, որ մենք ինչ որ մի բան առաջինն ենք, որը որ հետո դարավ մեծագույն մշակույթ, ռենեսանս։ Այսինքն եթե դարեր առաջ կարճ նայենք այն ինչին հավատում ես պետքա տարածես։ Միանշանակ։ Կապ չունի երաժշտությունը, Նարեկացի, թե ինչ։ Միանշանակ, իսկ եթե դա ձեզ ստացվում է ու դու դա կարող եք անեք, դուք երջանկության այդ բանաձևը դե գտնում եք։ Ես համարում եմ աուտենտիկ հավատաս։ Ես քանի որ ինձ համարում եմ ֆանատիկ լավ իմաստով, եթե դրա լավ իմաստը կա, այո, դուք ճիշտ եք, որ ես դե գտել եմ իմ երջանկության բանաձև չի, իմ երջանկության քիմիան եմ դե ես դե գտել, որ ես անում եմ մի բան, որին որ հավատում եմ ու ուրիշ բան չեմ էլ չունեմ էլ ժամանակ մտածել ուրիշ բանի մասին։ Ես հավատում եմ, բայց այո, վերադառնալով դրան, որ մենք ունենք արժեք, որը որ եթե մենք դա խոսում ենք այսօր ինչ որ մի տենց տրենդային մշակույթների մասին, որոնք որ տալիս են հնարավորություն մարդկանց արագ ինֆորմացիան հասնել աշխարհի ամեն անկյուն, մենք պետք է կարողանանք ստեղծել այդ հնարավորությունը։ Այսինքն եթե այսօրվա օրով ռիլերը, որոնք որ նայում են TikTok երեխաները եւ շատ լավ որ նայում, բայց կարողանանք փաթաթավորել իրանց, այսինքն իրանց կոմունիկացիոն լեզուն ադապտացնենք մեր արժեհամակարգի ընկալմանը, մենք կհաղթենք։ Եթե մենք ունենք դες նպատակ, դա իմ կյանքին դե նպատակը չի, ես չեմ զբաղվում դրանով, ես զբաղվում եմ երաժշտությամբ եւ մենք դա անում ենք երաժշտության ասպարեզում ստիպված եմ վերադառնալ ձեր առաջի հարցին, որը ինձ շատ դուր եկավ, որ սիմֆոնիկ նվագախումը պոպուլյար է այդ սկզբունքով, որ մենք դա իրականում երևի թե ինչ որ մի չափով ստացվում է։ Շատ ավելի շատ ենք ուզում ստացվի, բայց արդեն ստացվում է։ Իսկ vision-ը տեսիլքին սիմֆոնիկի տեսլական թե տեսիլք։ Տեսլականը որն է սիմֆոնիկի։ Տեսլականը սիմֆոնիկի, որ մենք ունենք հնարավորություն լինել աշխարհում 20 մեծ պահանջագործություն նվագախմբերից, որտեղ մենք ունենք ունիկալ հնչողություն։ Նաև ասում տեսլականը եւ ինչու եմ ես հավատում, որովհետեւ մենք ունիկալ պատմություն ենք ստեղծման, եթե դուք համատում եք տարբեր նվագախմբեր, մենք որոշել ենք սկզբից, որ տեսլականը
եւ գաղափարը այն է, որ մենք ուզում ենք լինենք միասին, երբ ու դեռ ուսանող էինք, պատկերացրեցինք, որ մենք կարող ենք դա անել, որ մեր տաղանդը եւ աշտասիրությունը այս բարագայում բալանսի մեջ կարող ենք տեղավորել եւ 20 տարի անց տեսնում ենք նվագախումբ, որը որ ստանում է հրավերներ լավագույն փառատոներից, լավագույն դալիճներից, աշխատում ենք լավագույն հրավերներով դիրիժորների եւ մենակատարների հետ եւ տեսլական այն է, որ մենք մեր ունիկալ հնչողությունը կարողանանք հասցնելով լայն մասաներին ընդգրկվենք այդ մեծ ու կարևոր նվագախմբի ընտանիքի մեջ։ Is ձեզ ի՞նչն է ոգևորում։ Երաժշտությունը անսպառ ոգևորում է երաժշտությունը, որը որ վերամոտիվացնում է եւ վերաիմաստավորում է իմ պատկերացումները իմ եւ այն արժեքների մասին, որոնք որ իմ շուրջ կան։